Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենաթեժ ու հետաքրքիր սերիաներն են դեռ առջևում։ Հեռուստասերիալում նոր կերպար է, ում մարմնավորում է սիրված երգիչ Աշոտ Թովմասյանը։ Աշոտ Թովմասյանը վաղուց արդեն ճանաչված անուն է հայկական շոու բիզնեսում։ Նա հանդիսատեսի սրտերում իր տեղը գտավ ոչ միայն հուզիչ ձայնով, այլև իր անկեղծ ու հոգու խորքից եկող կատարումներով։ Նրա յուրաքանչյուր երգ լսվում է այնպես, կարծես դա ոչ թե պարզապես երաժշտություն է, այլ մի պատմություն, գրված սրտի լեզվով։ Հատկապես հիշվող է նրա դուետը Նարէ Գևորգյանի հետ, որը միլիոնավոր դիտումներ արձանագրեց և դարձավ համացանցային հիթ։ Այդ երգում Աշոտի և Նարեի ձայները միախառնվել են այնպես, որ թվում է դրանք ծնվել են միմյանց լրացնելու համար։ Նրանց համատեղ աշխատանքը ոչ միայն երաժշտական հաջողություն էր, այլև արվեստի հանդեպ նվիրվածության գեղեցիկ օրինակ։ Սակայն Աշոտ Թովմասյանի տաղանդը չի սահմանափակվում միայն երաժշտությամբ, այս անգամ նա նոր փորձություն է ստանձնել հանդես գալով որպես դերասան Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում։ Չնայած նա նոր է միացել դերասանական կազմին, սակայն արդեն հասցրել է գրավել հեռուստադիտողների սրտերը։ Նրա կերպարը, արտիստիկ վարքը և էկրանի վրա ունեցած բնական ներկայությունը ցույց են տալիս, որ նա կարող է հաջողությամբ համատեղել երկու բարդ, բայց գեղեցիկ աշխարհները՝ երաժշտությունն ու կինոն։ Աշոտի դերասանական խաղը առանձնանում է զգացմունքայնությամբ, նա կերպարին հաղորդում է այն խորությունը, որ ունի իր երգերում, նույն նուրբ տխրությունը, նույն բարի հայացքը, նույն ներքին ուժը։ Շատերը նշում են, որ նա ոչ միայն երգում է սրտով, այլ խաղում է նույն անկեղծությամբ։ Նրա հայտնվելը «Հարսնաձորի լեգենդում» կարծես նոր էջ բացեց ոչ միայն իր կարիերայում, այլև ողջ հեռուստասերիալի ընթացքի մեջ։ Աշոտ Թովմասյանի կերպարը բերում է թարմություն, հուզական լիցք և իրական մարդասիրություն, մի բան, որը հաճախ է պակասում էկրանին։ Այսօր Աշոտ Թովմասյանը հանդես է գալիս ոչ միայն որպես պարզապես երգիչ, այլ համակրելի արտիստ բազում տաղանդներով։ Նրա համար բեմն ու էկրանը տարբեր աշխարհներ չեն, երկուսն էլ միջոց են հաղորդակցվելու մարդկանց հետ, պատմելու, հուզելու և ոգեշնչելու։ Եվ եթե սկզբում նրա երգերն էին, որ գրավեցին հազարավոր սրտեր, ապա հիմա նրա կերպարներն են, որ ապրում են էկրանին ու նույն հաջողությամբ ներթափանցում հանդիսատեսի հոգու մեջ։ Աշոտ Թովմասյանը շարունակում է ապացուցել, որ իսկական տաղանդը սահմաններ չունի, այն պարզապես գտնում է իր ձևը, լինի դա երգ, թե դեր։ Նշենք, որ Աշոտ Թովմասյանը «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում գրեք, արդյոք հավանել եք նրա խաղը, և իհարկե գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ իմանալ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Նշենք, որ Աշոտ Թովմասյանի հայտնվելը հեռուստասերիալում շատերի համար անակնկալ էր, բայց հաճելի անակնկալ։ Հեռուստադիտողներն, ովքեր մինչ այդ նրան ճանաչում էին միայն որպես երգիչ, հանկարծ բացահայտեցին մի նոր կողմ Աշոտ Թովմասյան դերասանին։ Նրա խաղը բնական է, անկեղծ և զուսպ, առանց ավելորդ պաթոսի։ Դերասանական դեբյուտը ցույց տվեց, որ նա կարող է ոչ միայն երգել զգացմունքներն, այլև ապրել դրանք էկրանին։ Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալն առանձնանում է իր հուզական պատմությամբ և գեղեցիկ դերասանական կազմով, սակայն հենց Աշոտ Թովմասյանի հայտնվելով սերիալում այն ստացավ նոր շունչ, նոր երանգ։ Նրա կերպարը համեստ, ազնիվ և մի փոքր խորհրդավոր, միանգամից սիրելի դարձավ հանդիսատեսին։ Շատերը գրում են սոցիալական ցանցերում, որ հենց նրա խաղի շնորհիվ են սկսել հետևել սերիալին։ Աշոտը միշտ ասում է, որ ամեն ինչի հիմքում ազնվությունն է, լինի դա բեմ, թե կյանք։ Նա հավատում է, որ եթե ստեղծագործում ես հոգով, եթե ամեն բառում ու շարժման մեջ անկեղծություն կա, ապա մարդիկ դա անպայման կզգան։ Գուցե հենց դրա շնորհիվ էլ նա այդքան արագ սիրվեց թե որպես երգիչ, թե որպես դերասան։ Նրա կերպարը սերիալում ոչ միայն հետաքրքիր է, այլև խորհրդանշական։ Աշոտը ստեղծում է այնպիսի կերպար, որը պայքարում է ճշմարտության, սիրո և մարդկային արժանապատվության համար։
Իհարկե, Աշոտ Թովմասյանը նկարահանվելուն զուգահեռ շարունակում է աշխատել նոր երաժշտական նախագծերի վրա, միաժամանակ պահպանելով իր մասնակցությունը հեռուստասերիալում։ Նա նշում է, որ իր համար մեծ մարտահրավեր է համատեղել երգչի և դերասանի գործունեությունը։ Նրա ճանապարհը դեռ նոր է սկսվում դերասանական աշխարհում, բայց արդեն ակնհայտ է, որ այս քայլը ճիշտ էր և խոստումնալից։ Հեռուստադիտողները սպասում են նրան ոչ միայն նոր երգերով, այլև նոր կերպարներով, և կարծես Աշոտ Թովմասյանն էլ պատրաստ է բացել իր արվեստի հաջորդ էջը, որտեղ երգը, խոսքը և խաղը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ։